Տեսեք, վարույթի հարուցման համար Դավիթ Խուջասյանի կողմից ներկայացված հաղորդման մեջ նշված էին 9 կետեր։ Մասնավորապես, համակարգային խոշոր վթարների մասին էր խոսքը գնում, Երևանի հետի վթար, Երևանի ջեքի վթար, անջատում կարճ միացում, մեծատիպ անջատումներ, հիվանդանոցներ, դպրոցներ, համայնքային ադմինիստրատիվ կառույցներ եւ այլն։ Հաջորդը երկրորդ կետի մասը, լարման կարգավորման անբավարար վիճակ, երրորդ կետը կազմակերպչական աշխատանքներ, Շենգավիթ 1 եւ կենտրոնական 2 100 կիլովատ օդային գծերի միջև կապի ստեղծում, սպառողներին անորակ ծառայությունների մատուցում եւ սպասարկման վատ որակ, որը ենթադրաբար հիմնավորվում է դիմում բողոքների, սպառողների վճարող ուժերի մեծ քանակով։ 5-րդ կետը վարչական վարույթների մեծ քանակ, 7-րդ կետը գնումների գործընթացն առանց մրցութային եղանակի կազմակերպելը 1000% մարժայի դեպքեր փոխկապակցված ընկերությունների կերշարքներ եւ 8-րդ հիմքը սպառողների հաշվարկի սարքերի միջամտումներ եւ հավելագրումներ։ Ցանկանում եմ հստակ արձանագրել, որ այս բոլոր կետերը ըստ էության հանվել են օրակարգից, քանի որ մեր կողմից ներկայացված բոլոր հիմնավորումները իհոտ ցնցել այս բոլոր անհիմն թեզերը։ Ստացվում է, որ վարույթը հարուցվել է 9 կետերի հիման վրա, որոնցից առնվազն 7-ը վարույթից դուրս են եկել։ Հարցն ձևակերպում, վարույթի հարցման հիմքերում վերանալու դեպքում ինչի վարչական վարույթը չի կարճվել։ Հստակեցնեք ինչ է նշանակում վարույթի հիմքերը։ Ես հարցը հստակեցնեմ, հա։ Տեսեք, փոփոխված էներգետիկայի մասին օրենքի 52-րդ կետ 1 հոդվածի առաջին մասը ասում է, որ սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ կամ 6-րդ մասերով սահմանված արարքը կատարելու հիմքով վարույթ հարուցելու մասին հանձնաժողովի նախագահը կարող է կիրառել կանխարգելիչ միջոցներ։ Ինչը նշանակում է, որ տկենի հաղորդման հիման վրա հանձնաժողովի նախագահ վարույթ է հարուցել, որովհետև տեսել է, որ տկերի հաղորդման մեջ կան 42 հոդվածի 3-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված ակնհայտ խախտումներ եւ դա վերագրել են հեծին եւ դրա համար էլ հաղորդում են ներկայացրել։ Հիմա մենք ասում ենք 9 կետերի խախտումներով, 9 կետով խախտումներ են վերագրվել հեծին։ Դա է իրավունք տվել հանձնաժողովի նախագահին վարույթ հարուցել։ Ոչ թե ընդհանրական մեր վիճակը վատ է, էներգետիկ համակարգը վատ է, մի հատ վարույթ հարուցեք բոլորին ստուգեք։ Այդպեսի բան օրենքը չի նախատեսել։ Կոնկրետ ասելա, կա խախտումների հավանականություն, ծանր, նկարագրված է 9 կետով այդ խախտումները եւ ասելա վարույթ հարուցում, մի հատ է որ այդ 9 կետերի խախտումներով վիճակը ավելի չվատանա, ամենախիստ կանխարգելիչ միջոցն է կիրառվել ժամանակավոր կառավարիչի նշանակմամբ։ Հիմա մեր հարցը շատ հստակ է եւ շատ կարեւոր է։ Այս 9 կետի վերագրված խախտումներով ամեն մեկով ինչ է կատարվել, ինչ է արձանագրվել, այդ խախտումները արել է հեծը թե չի արել, որ մենք էլ հասկանանք ի սկզբանե այս ամբողջ վարույթը իրավաչափ է եղել, թե մենք եւս մեկ անգամ համոզվենք, որ ակնհայտ որևէ խախտում ի սկզբանե չի եղել եւ վարույթ հարուցելը ի սկզբանե եղել է ակնհայտ։ Պարոն Անկարապետյան, պատասխանեք շատ հստակ, շատ լավ։ Վարույթի հարուցման հիմքը, իրավական հիմքը, հանրային ծառայության։ Ուզում եմ մի տոն բարձր, պարոն Կարապետյան, բարձր։ Եվ մյուս հարց տվողներին էլ խնդրում եմ ճիշտ հակառակը, եթե կլինեն մարդիկ ավելորդ բարձր տոնայնություն պետք չի, պարզապես պետք է այնպես աշխատենք, որ իրար նորմալ լսենք։ Հիմա լսվում է։ Պարոն Վանեսյան, վարույթի հարուցման հիմքը հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասն է, որը հանձնաժողովի նախագահին վերապայել է կանխարգելիչ միջոցառում կիրառելու իրավասություն։ Այն դրույթները, որոնք որ դուք վկայակոչեցիք, այս պարագայում հիմքում չեն դրվել ըստ էության, ավելին այս մասով որևէ կերպ հանձնաժողովի նախագահը չի արձանագրել, որ հնարավոր են այն դրույթները, որոնք որ դուք վկայակոչում եք, դրանք հնարավոր հետևանքներն են ու հնարավոր հետևանքների առկայության մասին չի խոսվել, այս մասը ուզում եմ շատ հստակ արձանագրենք, էլի։ Հարգելի հանրաժողով, զուտ համոզվելու համար, որ ճիշտ ասեցի, էլի, որ ասես չի դրվել, մատնորից կասեք, ինչը չի դրվել, զուտ համոզվելու համար, որ ճիշտ ասեցի։ Պարոն Օրբելյան, շատ ուղիղ արձանագրում ենք, որ
ուղղակի վարույթի հարուցման հիմքում դրվել է հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը։